Այսօր Արթուր Բաղդասարյանը քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. հայկական վերածնունդը հստակ պահել է իր պայմանավորվածությունը հուշագրի ոգուն համապատասխան եւ քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին։ Չնայած դրան շանտաժով եւ քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավականու անդամներին, կեղծ լուրեր տարածելով, թե հայկական վերածնունդ կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները։ Այսօր հայկական վերածնունդը Վանաձորում կարող է դառնալ այն քաղաքական ուժը, որը կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման մեջ, ելնելով մեր ստացած քվեներից։ Մեջբերման ավարտ։ Այս պահին մեր հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, բարի երեկո։ Դուք ինչպես եք գնահատում Արթուր Բաղդասարյանի այս հնչեցրած հայտարարությունը, այնտեղ խոսք էր գնում նաև շանտաժի մասին, չնայած կոնկրետ անուններ նշված չէին։ Նախ կարծում եմ, որ այս պահին Վանաձորում ընդդիմադիր խմբակցություններ են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, քանի որ նրանք չեն կարողանում միասին ավականու նիստ կայացնել եւ ապահովել ավականու բնականոն ընթացքը։ Այս իմաստով կա այս երեք ուժերը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Վերածնունդը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իշխանություն են, որովհետեւ կարող են ցանկացած պահի քվորում ապահովել եւ կայացնել համապատասխան որոշումներ։ Այս իմաստով անհասկանալի է, թե ինչ երկընտրակի մասին է խոսքը։ Դուք շարունակելու եք բոյկոտը եւ արդյոք սա պայքարի արդարացված ձև է, որովհետեւ շատ քաղաքացիներ միգուցե ունենան իրենց ուզող հարցերը, որոնք պարտադիր պիտի քննարկվեն ավականու նիստի ընթացքում եւ լուծումներ առաջարկվեն։ Ստացվում է, որ շատ հարցեր այսպես մնալու են անպատասխան, օդում եւ չպարզաբանված։ Բնականաբար բոյկոտը ինքնանպատակ չէ, մենք հայտարարել ենք, որ բոյկոտը ավականու հետագա բնականոն ընթացքը ապահովելու համար է։ Եվ սա այն իմաստով, որ այն ավականիները, ովքեր քվեարկեցին Հանրապետական կուսակցության տեխնացուի օգտին, պետք է բացահայտվեն եւ մյուս խմբակցության անդամները իմանան, թե ում հետ կարող են աշխատել ավականու նիստերի շրջանակներում։ Այսինքն այս բոյկոտը պայմանավորված է այդ իրենց ստորագրությունը խախտած քաղաքացիներին, ավականիներին ցույց տալով եւ երբ դա տեղի կունենա, հաջորդից նիստին մենք կմասնակցենք։ Բոյկոտը կարող է շարունակվել 3 ամիս, որովհետև ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 3 ամիս շարունակ ավականու նիստ չկայանալու դեպքում կառավարությունը ցրում է ավականուն եւ նշանակում է նոր ընտրություններ։ Մենք բնականաբար հայտարարել ենք, որ շարունակելու ենք բոյկոտել եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության Վանաձորի ավականու անդամը եւս հայտարարել է, որ կշարունակեն բոյկոտ այնքան ժամանակ, քանի դեռ Լուսավոր Հայաստան դա կշարունակի որպես նախաձեռնող։ Այս կոնտեքստում հայկական վերածնունդը եւս պետք է իր ընտրությունը կատարի եւ սա միակ ճանապարհն է, որպեսզի ապահովի հետագա ավականու բնականոն ընթացքը եւ սա չի կարող խաթարել քաղաքապետարանի գործունեությունը, որովհետեւ այն բոլոր գործառույթները, որոնք պետք է իրականացնի քաղաքապետարանը, պայմանավորված չեն ավականու նիստերով, նկատի ունեմ այն տարրական գործառույթները, աղբահանություն եւ այլն, ինչ որ Մամիկոն Ասլանյանը պնդում էր, որ չի իրականացնելու առանց ավականու նիստի, ուստի կարծում եմ, որ բոյկոտը կամ տալու է իր արդյունքը այն իմաստով, որ իրենց ստորագրությունը դրժած ավականիները կբացահայտվեն, կամ բերելու է նրան, որ նշանակվելու են արտահերթ ավականու ընտրություններ։ Իսկ այդ հուշագիրը խախտած անդամների բացահայտման գործընթացը ինչպես եք պատկերացնում եւ արդյոք հնարավոր է։ Տեսեք, շաբաթ օրը եղավ նիստ եւ համանման նիստ լինելու է եւս առաջիկայում։ Եվ այդ նիստի ժամանակ այդ առնվազն 2 ավականի, ովքեր քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին խախտելով իրենց ստորագրությունը, պետք է գնան եւ ներկայանան այդ նիստին, առնվազն 2-ը։ Եվ դրանից արդեն իսկ պարզ կդառնա, թե ովքեր էին իրենք եւ հենց դա տեղի կունենա, մենք կմիանանք ավականու նիստերին, կկատարենք որպես ընդդիմություն մեր գործառույթները լավագույնս եւ կհակակշռենք արդեն իշխանությանը, որը ընդդիմադիր մանդատների տանելու օգտին կկարողանա ավականու քվորումներ ապահովել։ Շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին։ Շարունակում ենք թողարկումը։